Եվ վերջապես, սիրելի հեռուստադիտողներ, առողջ հասարակություն եւ կրթված քաղաքացիներ ունենալու համար ամուր հենասյուն է եւ հիմք է կրթական ու գիտական ոլորտում անդադար ակտիվ նախաձեռնությունները եւ դա սերմանել է նաեւ ինչու ոչ կրտսեր միջին եւ ավագ սերունդների մեջ այս հրաշալի նախաձեռնության հետ կապված մենք այսօր ունենք հյուրեր ներկայացնենք նրանց հետո բունեության մասին արդեն մեզ մոտ է տաղավարում Արտուր Մովսիսյանը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն կրթության ու գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Բարի լույս եւ Էլեն Խալինյանը Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի անձնակազմի կառավարման եւ հաղորդակցության բաժնի ղեկավար ամենամյա ամփոփիչ գիտաժողով 2025-ի տեղային կազմակերպական կոմիտեի ղեկավար ողջույն Բարի լույս Ուրախ ենք եւ շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու ձեր որոշման համար եւ ինչպես արդեն նշեց Հայկը շատ կարեւոր է տարատեսակ գիտական նախաձեռնությունները եւ 2022 թվականին մեկնարկել է ամենամյա ամփոփիչ գիտաժողովը Այս տարի եւս անցկացվելու է բայց առաջարկում ենք մի քիչ տեղափոխվել հետ 2022 թվական եւ այս տարիների ընթացքում ինչ ձեռքբերումներ ենք հասցրել ունենալ գիտական ոլորտում Շատ լավ այո մեկնարկը ամենամյա ամփոփիչ գիտաժողովին նախորդ անգամ կոչվում էր համահայկական գիտաժողով ամփոփիչ մեկնարկը տրվել է 22 թվականին եւ գաղափարը եկավ նրանից որ 21 թվականից սկսած Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն մի շարք նոր դրամաշնորհային ծրագրեր ներդրեց որոնք բացի մրցունակ գիտությունից նաև իրենց մեջ ունեին նոր փիլիսոփայություն, դա կլիներ գիտական ստորաբաժանումների ստեղծում, այդ ստորաբաժանումների ամրապնդում կամ առաջատար հետազոտությունների աջակցություն կամ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրման ծրագրեր, դրանք բոլորը խոշոր դրամաշնորհային ծրագրեր էին եւ ֆինանսավորումն էր մեծ եւ իրենք նոր երևույթ էին Հայաստանի Հանրապետության պատմության մեջ եւ այդ դրամաշնորհային ծրագրերից մեկը առաջատար հետազոտությունների ծրագիրը շահառուները սկսեցին ինքնուրույն իրենց համար կազմակերպել սեմինարներ, հավաքվել եւ պատմել իրենց գիտական թեմաների մասին, ոչ նեղ մասնագիտական, ոչ միայն տվյալ մասնագիտության, այլ ֆիզիկները, կենսաբանների, քիմիկների սկսեցին ինչ-որ տես Առողջ հաղորդակցություն է սկսվել։ Այո, եւ ծանոթանալ համագործակցության եզրեր փնտրել եւ այլն եւ այդտեղից կոլոկվիումներ էին կոչվում, ֆիզիկայի կոլոկվիում, կենսաբանության կոլոկվիում եւ այդ կոլոկվիումներից ծնվեց գաղափար, որ ինչու՞ չէ արժի բոլոր ոլորտներին համախմբել եւ այդպիսի ամփոփիչ գիտաժողով կազմակերպել եւ առաջի կազմակերպվեց Վանաձորում անցկացվեց 22 թվականին դրանից հետո 2 տարի Երևանում է անցկացվել համակազմակերպիչը Երևանի պետական համալսարանն էր եւ այս տարի արդեն համակազմակերպիչը մեր մյուս առաջատար կազմակերպությունն է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան եւ կոնֆերանսը ամբողջությամբ գիտաժողովը անցկացվելու է Դիլիջան քաղաքում եւ գիտական զեկուցումները եւ բոլոր միջոցառումները Հետաքրքիր է շատ-շատերը կսպասեին որ դուք կսկսեք այս նախաձեռնությունը հենց քաղաքամար Երևանից բայց 2022-ին մենք Վանաձորում էինք կա որևէ հստակ կարևոր պատճառ որով առանձնացավ հենց Վանաձորը Վանաձորում կազմակերպվել է Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ իրականում կարևոր է հենց մարզային եւ այլ քաղաքների զարգացումը Երևանում շատ կենտրոնացած են կարծում ենք եւ 2 տարի արդեն Երևանում է եղել 23-24 թվականներին դրանից հետո որոշում կայացվեց այս տարի փոխել քաղաքը Վանաձորը մեծ քաղաքներից է այս անգամ Դիլիջանն ենք ընտրել եւ այսպեսի կարգախոս ունենք գիտությունը սարերում ցանկացել ենք համախմբել գիտության ներկայացուցիչներին տարբեր ոլորտներից հոկտեմբերի 5-ից 10-ը նրանք լինելու են մեկ նույն միջավայրում կիսելու են միջավայրը եւ այս դեպքում մենք հնարավորություն ունենք թե մարզային զարգացման եւ թե գիտության միջավայրի փոփոխության, որովհետեւ միջավայրը նույնպես շատ կարեւոր է, նաեւ նշեմ, այս դեպքում մենք նախաձեռնություն ունենք, որ գիտնականները գնալու են Դիլիջանում դպրոցներ եւ խոսելու են այսօրվա գիտության մասին, գիտության հնարավորությունների մասին, ինչպես նաեւ ով է այսօրվա գիտնականը, շատ ողջավորված են, մենք մի քանի դպրոցների հետ արդեն համագործակցություն որոշել ենք եւ իրականացնելու ենք
Սա հիանալի նախաձեռնություն է, երբ գիտությունը ծառայում է նաև մարզի համայնքային զարգացմանը եւ այս կապը մասնագետների եւ դպրոցներում սովորող աշակերտների միջև արդյոք տվել է իր նախորդ տարիներին արդյունքը եւ դրա հետքերով միայն շարունակում ենք այս նույն ծրագիրը իրականացնել հենց Դիլիջանում։ Այս տարի առաջինն է լինելու ձևաչափով, որ հենց դպրոցների հետ ենք համագործակցելու գիտաժողովի ընթացքում, որովհետև գիտաժողովը առաջին տարին է, որ շատ երկար ժամանակահատված ավելի երկար է, 5-ից 10 եւ տեղակայված ենք լինելու Դիլիջանում, բայց քանի որ գիտական ոլորտի հետ կապված հետաքրքրվածությունը բարձրացել է եւ հաճախ մենք ստանում ենք մարզերից, դպրոցներից հետաքրքրվածություն, որ ցանկանում են գալ, օրինակ տեսնել լաբորատորիայի աշխատանքը, կարծեցինք, որ այս հնարավորությունը շատ լավ կլինի եւ ինչու ոչ հետագայում կկազմակերպենք, որպեսզի մարզերի երեխաները գան լաբորատորիա եւ տեսնեն, թե ինչով են զբաղվում առօրյայում գիտնականները։ Վերջապես հենց նրանք են ապագա գիտնականները, որոնք պետք է շարունակեն իրենց կրթությունը այս ոլորտում։ Շատ հետաքրքիր կլինի նաև խոսել այն հետազոտությունների մասին, որով դուք շեշտադրում եք եւ դրա շնորհիվ օրինակ այս տարի ներկայացնելու եք գիտական տվյալ ոլորտները։ Որոնք են այն ոլորտները, որոնք առավել դրսևորումներ ունեն ակտիվության առումով եւ պահանջի նաեւ առումով հենց դպրոցահասակ կամ ուսանողական շրջանի երեխաների համար եւ այս ամենից ելնելով փորձում եք դուք հենց այս ուղղություններով ներկայանաք։ Այս փոխանցում Տեսեք, իրական բոլոր ոլորտներն են ներգրաված, ես ասեցի, տրամաշնորհների տեսակներն են ֆիքսված, այդ տրամաշնորհների բոլոր շահառուները պետք է ելույթ ունենան եւ ինչու է նաեւ ամփոփիչ, որ ինչ որ իմաստով դա հաշվետվություն է նաեւ 1 տարվա, 2, 3, 4, 5 տարվա աշխատանքների, որովհետև տրամաշնորհները մինչև 5 տարի ժամկետով են։ Այդ բոլոր տրամաշնորհներում պարտադիր պայմանն է, որ երիտասարդներ կան ներգրաված, այսինքն բացի նրանից, որ իրենց տրամաշնորհի ղեկավարը, որը արդեն կայացած գիտնական է, պետք է զեկույց ունենա, նաև ներգրաված են երիտասարդները եւ Էլենը կարող է թվերը նույնպես ասել, բավականին շատ երիտասարդներ կան, բացի հիմնական զեկուցումներից։ Եվ նախորդ հարցին էլ անդրադառնալով, այո, գիտության հանրայնացումը պակաս կարևոր գործ չի, իշքան նաև գիտնականների հետազոտությունները եւ գիտության հանրայնացման առումով նույնպես այս գիտաժողովը եւս մի մասն է այդ գործընթացի եւ հերոստատիտողները երևի գիտեն, հենց հիմա նաև գիտության շաբաթն են տանում Հայաստանում եւ մասնավորապես օպերայի բակում մեր բոլոր գիտական կազմակերպությունները ներկայացնում են իրենց հետազոտությունները, բացի դրանից կա նաև որոշակի աշխատանք դպրոցների հետ։ Նույն այս գիտաժողովի շրջանակներում նշվեց, որ դպրոցներում աշխատանք տարվելու է, մեր այս գիտաժողովի մասնակից գիտնականները ելի իրենց նախաձեռնությամբ նախորդ տարիներին ունեին փորձ հավաքվել, գնալ մարզեր, տարբեր դպրոցներ եւ ներկայացնել իրենց գիտությունը տվյալ դպրոցի երեխաներին, այսինքն գիտության հանրայնացման առումով տարատեսակ աշխատանքներ են անում, յուրաքանչյուր տարի գիտության փառատոն է կազմակերպվում, եւ 3 խոշոր միջոցառում, դա գիտության փառատոն, գիտության շաբաթ եւ ամենամյա ամփոփիչ գիտաժողով յուրաքանչյուր տարի անցկացվելու են, ընդ որում ամենամյա ամփոփիչ գիտաժողովը ինքը բացի հանրայնացման կոմպոնենտից, ինքը շատ լուրջ գիտական գիտաժողով է, գիտական զեկույցներով, միջազգային մագարտակի մրցունակ գիտություն անող գիտնականների կողմից, այսինքն ինքը նաև մաքուր գիտական լուրջ գիտաժողով է։ Հետաքրքիր է հնչում գիտությունը սարերում, հա, մոտավորապես այսպեսի մենք խորագիր ունենք, եւ չեմ կարող այս հարցը չտալ։ Մարզերում բնակվող մեր աշակերտների ուսանողների ընկալումները նման նախաձեռնությունների հետ կապված եւ մայրաքաղաք Երևանի դպրոցահասակ եւ ուսանողական շրջանում գտնվող մարդկանց ընկալումները արդյոք տարբեր են։ Որևէ կերպ փորձում ենք մարզային ուսանողական ու դպրոցական կյանքը լրացնենք մայրաքաղաքով եւ ճիշտ հակառակը, եւ նաեւ ընկալումների մասով իրենց ակտիվության ու մասնակցության մասով, ինչ կասեք այս մասին։ Կնշեմ, որ հաճախ կոնկրետ Ալի Խանյանի անվանածային գիտական լաբորատորիա այցեր են կազմակերպվում դպրոցականները, տարբեր դպրոցներից հյուրընկալում ենք եւ լաբորատորիայի աշխատանքների հետ են ծանոթանում։
թե Երևանյան ուսանողները եւ աշակերտներն են շատ մեծ հետաքրքրվածությամբ դիտում աշխատանքները եւ թե մարզային մենք այդ հետաքրքրվածություն ունենք եւ կոնկրետ քանի որ տվյալ գիտաժողովը ավելի շատ գիտական արդյունքներին է միտված եւ ամփոփելու ենք գիտական գործունեությունը, որը այս տարիների ընթացքում է իրականացվում եւ կոնկրետ 2025-ին ենք անդրադառնում, ցանկանում եմ շեշտել, որ 90-ից ավել դրամաշնորհային ծրագրերի ղեկավարներ են մասնակցելու եւ 30-ից ավել երիտասարդ հետազոտողներ, ովքեր ներկայանալու են պաստառային ներկայացումով, այսինքն խոսելու են եւ հնարավորություն են ունենալու ավագ սերնդի հետ համագործակցելու, այսպիսով ավելի շատ գիտաժողովի տվյալ միտքային է, որպեսզի երիտասարդների եւ ավագ սերնդի միջև կարողանան կամուրջ կառուցել եւ փորձի փոխանակման հրաշալի հնարավորություն ենք ստեղծում։ Իսկապես հրաշալի ու հիանալի հնարավորություն է արդեն մի քանի տարի ընձեռնում տարբեր սերունդների գիտական աշխատողների եւ ապագա գիտնականների համար բոլոր այն մասնագետները, որոնք այս կամ այն հանգամանքից ելնելով մինչ օրս չեն դիմել, բայց կա ցանկություն, չնայած որ արդեն վաղը չեմ իսօրը մեկնարկում է, հաջորդ տարվան ինչպես կարող են պատրաստվել, ինչպես կարող են գուցե թիմ կամ աշխատություն արդեն ունենալ եւ միանալ այս գիտաժողովին ու դառնալ մասնակից ոչ որպես ունկնդիր։ Բարդ ճանապարհ է, որովհետև նշեցին եւս մեկ անգամ շեշտեմ, այս գիտաժողովին մասնակցել կարող են զեկուցումով մասնակցել, կարող են մրցունակ դրամաշնորհային կոնկրետ ծրագրեր շահած շահառուները եւ պետք է մրցունակ գիտությամբ զբաղվել, այժմ Հայաստանի Հանրապետությամբ գիտությամբ զբաղվելը դա նաեւ արժանապատիվ ապրելու հնարավորություն կա գիտությամբ զբաղվելով եւ դրամաշնորհներն են շատացել եւ գիտնականների աշխատավարձն է բարձրացել, ոլորտը մի քիչ գրավիչ է դարձել արդեն գնալով զարգանում է նորագույն տեխնոլոգիաների հետ նոր գիտական սարքավորումներ են ձեռք բերվել, ոլորտը գրավիչ է դարել երիտասարդների համար եւ այո մրցունակ գիտությամբ զբաղվելու դեպքում իրենք կարող են հավակնել այս գիտաժողովին մասնակցելու նշեմ նաեւ որ յուրաքանչյուր տարի այս գիտաժողովի պոտենցիալ մասնակիցների թիվը անդադ աճում է որովհետեւ յուրաքանչյուր նոր մրցույթի ժամանակ նոր շահառուներ են գալիս եւ մենք նույնիսկ կազմակերպիչները տեղերի սահմանափակ լինելու պատճառով մենք չենք ներառել օրինակ նախորդ տարվա շահառուներին, որոնք դեռ նոր են այդ դրամաշնորհը շահել եւ առանձնապես շատ աշխատանք դեռ չեն արել, այսինքն մենք դիտավորյալ մի քիչ սահմանափակում ենք տեղերը, որ թե իրական շահառուները ավելի մեծ են։ Շնորհակալ ենք անչափ ամենամյա ամփոփիչ գիտաժողովը այս տարի եւս իրականություն դարձնելու համար հաջողություն ենք մաղթում բոլոր ծրագրերին եւ այս օրերի ընթացքին ու հուսանք որ կրկին կհանդիպենք նոր նախագծերով, նոր ծրագրերով։ Շնորհակալ ենք։ Շատ կարևոր գործի ետևում եք կանգնած, այո, յուրաքանչյուրս ունենանք փոքրիկ ներդրում մեր մտածողությամբ եւ վարվելակերպով գիտական ու կրթական աշխարհը զարգացնելու համար։ Այս բանի սիրելիներ, մենք եթերը փոխանցում ենք լրահոսի մեր գործընկերներին, լինենք տեղեկացված, ես ու Մանեն կրկին կլինենք րոպեներ անց եթերում, խնդրեմ։